Ծնոտի ինչ փոփոխություններ կարող են առաջանալ ատամի հեռացումից հետո։ Ծնոտը ունի այսպիսի հետաքրքիր հատկություն։ Երբ ոսկորը ունի անընդհատ ճնշման եւ ծամողական ուժերի ազդեցություն, այն ուժերի ազդեցության հատվածում գերաճում է եւ ոսկրի ավելորդ հյուսվածք է առաջացնում։ Դա բնական մեխանիզմ է, որպեսզի ոսկորը անընդհատ իր ծավալ եւ խտությունը մեծացնի այն ուղղությամբ, որտեղ որ անընդհատ ուժ է գործադրվում։ Այդ պատճառով երբ քանի դեռ ատամը կա եւ անդադ գործադրում է ծամողական ճնշում ծնոտի ոսկրի մեջ, ատամի շուրջ ոսկրային հյուսվածքը միշտ ունի բավարար հաստություն եւ երբեք չի իջնում։ Հակառակը, երբ ատամը հեռացնում ենք, այդ ծամողական ճնշումները, ուժերը վերանում են եւ ոսկորը կարծես բնական մեխանիզմով հասկանալով, որ այլևս ոչ մի բան պահելու կարիք չկա, սկսում է ապաճի ենթարկվել եւ իջնել։ Ոսկրի ապաճելու կամ իջնելու արագությունը անհատական է, կախված է օրգանիզմից, բայց մոտավորապես տարին 1-2 մմ իջնում է։ Սա նշանակում է, որ եթե ատամը հեռացնենք եւ ճիշտ ժամանակին իմպլանտացիա կամ իմպլանտավորման միջոցով կցվածքի վերականգնում չկատարվի, ապա ծնոտի ոսկորը կարող է ապաճել այնքան, որ հասնի ստորին ծնոտի դեպքում ատամը ստորին ատամնաբնային նյարդին, իսկ վերին ծնոտի դեպքում հայմերան խոռոչի հատակին, ինչը կառաջացնի բարդություններ իմպլանտացիայի համար։